վարչապետ, Հայաստանը դիմել է Ռուսաստանին Ադրբեջանի և Թուրքիայի հատվածում երկաթգծերը վերականգնելու հարցով, որևէ պատասխան արդեն կա թե չէ, ու եթե չկա, երբ կհամարվի արդեն, որ ժամանակն է ինքնուրույն լուծելու այդ հարցը։ Դուք նաև ասել եք, որ պետական բյուջեից պատրաստ ենք, եթե ինչ-ինչ դժվարություններ։ Գիտեք, ձեր հարցը ըստ էության նախորդ հարցի շարունակությունն էր, եւ դա ցույց է տալիս նաև, որ մենք ոչ միայն պատրաստակամ ենք, այլև ուզում ենք գործակցել Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ, որպեսզի տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թեմայով մենք խորացնենք մեր գործակցությունը։ Մենք դիմել ենք, այդ թվում գրավոր ենք դիմել, ես ճիշտն ասած այս պայդրությամբ դեռ չգիտեմ պատասխան գրավոր կա թե չկա, բայց ընդհանուր առմամբ մթնոլորտը դրական ազդակներ ստացվում են, հույս ունենք, որ կարագանա process-ը, դուք գիտեք, որ նախորդ հունվարին երևի, նախորդ չէ, այս ամիս Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները այցելեցին երկաթուղու երասխ սադարակ հատված, դրա մասին հաղորդագրություն եղավ, այսինքն process-ները գնում են եւ մենք չենք կարող ուղղակի process-ները տարածաշրջանային կանգնեցնել եւ հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերները չեն հապաղի։ Նույնը վերաբերվում է Ախուրիկի հատվածին։ Թուրքիա։ Դե գիտեք, դրա մասին չի խոսքը, եթե ինչ-ինչ պատճառներով Ռուսաստանի մեր գործընկերները չցանկանան այդ ներդրումը իրականացնել, մենք այդ հատվածները հետ կվերցնենք եւ մենք ինքներս կանենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։